Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք։ Կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի։ Եթե 2025-ի առաջին կիսամյակի արդյունքներով պարգևատրումներին 3.6 միլիարդ դրամ էր ուղղվել, ապա ընտրություններին ընդառաջ տարվա մյուս կեսի համար նրանց աշխատանքը էլ ավելի բարձր է գնահատվել, գումարն էլ կառավարությունը 1 միլիարդով ավելացրել է։ Փաշինյանի կաբինետն այսօր որոշումը միաձայն ընդունեց։ 4 միլիարդ 600 միլիոնը կառավարությունը կտա պահուստային ֆոնդից, իսկ պարգևատրումներն աշխատողները մինչև ընտրություններ կստանան։ Ընտրությունների նախօրյակին է այս ամենը լինում, եւ սա արդեն այլ պատմություն է, որ բնականաբար ստանալով այդքան գումար, նրանք պետք է շնորհակալ լինեն դրա համար։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի մեջ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր է տեսնում։ Սա քրեորեն պատժելի առարկա, սա զուտ բարոյական իմաստով։ Արդեն պարզ է, որ այս ամենը երբ որ արվում է ընտրություններից առաջ, այսինքն անընդհատ այս երևույթը կար, այնպես չի, որ սա նոր է, խնդիրը մասշտաբների մեջ է։ Վերընտրության ձգտող վարչապետ Փաշինյանի տեսակետն այն է, որ միլիարդների պարգևավճարը հենց հակակոռուպցիոն քայլ է։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում։ Աշխատանքի գնահատման այս ծրագիրը պետական պարտքը գրեթե կրկնապատկած կառավարությունը անցած տարեվերջին ներդրեց։ Համալիրում մի քանի հազար պետական մարմինների աշխատողների հետ վարչապետի հանդիպումից հետո, որոշելով 2025-26 թվականների համար աշխատավարձից բացի նրանց նաև հավելյալ միջոցներ տրամադրել։ Ինքը Փաշինյանը չհաշված աշխատավարձը այդ հատկացումների հաշվին ըստ հետքի 12 միլիոն պարգևավճար էր ստացել։ Արդարադատության նախարարը 6-7 միլիոն դրամի մասին էր խոսել։ Մոտ 3 միլիոն ամանորի նախօրեին ազգային ժողովի 107 պատգամավորների հաշվեհամարներին էր նստել։ Իսկ ով գիտի, որ պետական մարմնի, որ աշխատողը ինչի համար է պարգևատրվում։ Transparency International-ի փորձագետն ասում է, կատարողականի արդյունքները չեն հրապարակվում, ուստի չկա թափանցիկություն։ Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայմանն է կոռուպցիան նվազեցնելու, պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության մեխանիզմների առկայությունը։ Մի քիչ կասկածում եմ, որ դա կա։ Համենայն դեպս, եթե այդպես է, պետք է գոնե թափանցիկ ձևով մենք տեսնեինք կոնկրետ ինչի համար եղել է պարգևատրում։ Պարգևատրել բառը արժեզրկում է այս ձևով, եթե այսպես է արվում։ Վարչապետ Փաշինյանն այսօր երկար հիմնավորեց իր թիմի որոշումը։ Այդ ընթացքում շատ ուղիղ կապ տեսնելով պարգևավճարների ու ինչպես նշեց հաստատված խաղաղության միջև։ Այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է։ Այդ համակարգային աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ իրենց աշխատանքի մեջ ոչ միայն մոտիվացված, այլև օբյեկտիվ պայմաններով ապահովված իրենց աշխատանքի վրա գեր կենտրոնացած լինելու։ Դեռ անցած տարեվերջին, երբ առաջին կիսամյակի միլիարդավոր պարգևավճարների սկանդալը պայթեց, Փաշինյանի թիմակից ազգային ժողովի նախագահը շատ ավելի կենցաղային բացատրություն ուներ։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն։ Վերջին մի քանի ամսում պարգևավճարների վրա 21.5 միլիոն դոլարից ավելի ծախսած կառավարությունը այս տարի բյուջեի դեֆիցիտը փակելու համար մտադիր է եւս 1.4 միլիարդ դոլարի պարտք վերցնել։ Շնորհակալություն։